Դե ինչ, 24 ժամը լրացավ, Նարեկ Կարապետյանը այդպես էլ հասկանալի բացատրություն չտվեց, թե ինչի նկատի ուներ, երբ ասում էր, որ ես մարդկանց նստացրել եմ կազինոյի վրա, դրա փոխարեն հրապարակեց մի օրենքի սկրինշոտ հրապարակեց, որտեղ իմ նախատեսած օրենքով արգելվում է խաղամոլների մուտքը խաղատուն, որը ինքնին հակառակն է ապացուցում եւ հիմա ինչ որ թվեր է հրապարակում, ինչ որ թվերից է խոսում այն պարագայում, որ այնքան սահմանափակումներ ինչքան արվել է այս իշխանության օրոք տարբեր падգամավորների կողմից քաղաքացիական պայմանագիր կուսակցության այդ թվում նաեւ իմ երբևիցե չի արվել։ Ես ուղղակի զարմանում եմ, կարծում եմ, որ Նարեկ Կարապետյանը այնուամենայնիվ ուժ պետք է գտնի իր ուժեղ կազմակերպությունում, իր ուժեղ քարոզարշավում, իր ուժեղ հռետորաբանության մեջ ճակերտավոր, որպեսզի ընդունի, որ ուղղակի սխալ է արել եւ հիմա դեմագոգիայով է զբաղված, ինչ որ բաներ է խոսում, որ փորձում է մարդկանց դուր գա։ Միևնույն ժամանակ ինքը պարտավոր է պատասխանել, արդյոք, կրկնում եմ, արդյոք այն օրենքները, որ ինքը մատնանշել է, որը որ ընդունվել են մեր կողմից, իմ կողմից, ինքը գտնում է, որ պետք է վերացնել։ Եթե ինքը քննադատում է, դա նշանակում է, որ ինքը գտնում է, որ այդ օրենքները լավը չեն եւ ինչ որ վատ բանի են ծառայել։ Արդյոք ինքը գտնում է, որ պետք է խաղամոլները կարողանան մտնել խաղատներ։ Արդյոք ինքը գտնում է, որ պետք է բուկմեկերական գրասենյակները բացել Երևան քաղաքում։ Արդյոք ինքը գտնում է, որ պետք է գովազդները վերականգնվի, որոնք որ ամենուր էին եւ այլ բոլոր այն օրենսդրական նախաձեռնությունները պատասխանի, թող պատասխանի Նարեկ Կարապետյանը, այսինքն եթե դու քննադատում ես, դու համարում ես, որ դա սխալ քայլ է արվել, արդյոք դուք պատրաստվում եք դա ինչ որ պարագայում վերացնել, ինչի՞ չի պատասխանում ես հարցին, դրա տեղը ինչ որ ցնդաբանություն է, կարող է պետքա ռուսերեն ես ամեն ինչ ասեմ, չգիտեմ ոնց ասեմ, որ այս մարդը հասկանա, ինչևէ կհանդիպենք դատարանում եւ ես ավելի քան վստահ եմ, որ ինքը հրապարակային ներողություն է խնդրելու ինձ զրպարտելու համար եւ վճարելու է այն գումարը, որը որ դատարանը կսահմանի։ Այս սրանով փակենք Նարեկ Կարապետյանի եւ իր հերթական սուտ դեմագոգիկ հայտարարության թեման եւ անցնենք առաջ, որովհետեւ իրենց ասուլիսները, իրենց խոսքը, ես ասել եմ, մեր ընդդիմության առավելությունը կայանում է նրանում, որ իրենք ինչքան շատ խոսեն, այնքան իրենց վնաս են տալիս եւ մեզ առիթ են տալիս իրենց ցույց տալ, որ իրենք շատ հեռու են Հայաստանի Հանրապետությունից եւ Հայաստանի Հանրապետությունում այն հավակնությունները, որոնք որ իրենք ունեն, այն չի։ Լավ մնացեք։